Անի Ձմեռ մարզամշակութային միջոցառման անցկացման համար Մարալիկում այսօր բացակայում է ձյունը, սակայն այս հանգամանքը միջոցառման մասնակիցների համար բնավ էլ խանգարող չէ։ Համայնքներում սպորտի զարգացման ու այս բնակավարում ինչ համայնքային կապը զարգացնելու նպատակով Մարալիկի քաղաքային հրապարակում այսօր հերթական անգամ անցկացվեց Անի Ձմեռ կոչվող մարզամշակութային ամենամյա միջոցառումը։ Միջոցառմանը ներկա պաշտոնյաները նախահանդես եկան բացման խոսքով ու մասնակիցներին ուղղված շնորհավորանքի խոսքեր հղեցին։ Ես գիտեք, ոչ թե սա համարում եմ Մարալիկի ձմեռ տոնակատարություն, այլ սա համարում եմ իրոք գարնան առաջին բացված գարնան առաջին օրվա տոնակատարություն։ Բնությունը ինչ որտեղ նաև հակադրվեց մեր խորագրին, իհարկե դրական իմաստով, որովհետև ինձ թվում է, որ այսքան ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը, որ հավաքվել է, նրանց հոգու ջերմությունը եւ ժպիտները հալեցրել են Մարալիկությունը եւ մենք Շիրակի ձմռան մեջ իրոք տեսանք գալիք կարունը։ Ապա պարային կատարումներով մասնակիցներին ողջունեցին պարային խմբի սաները։ Պարզվում է Անիի նախկին տարածաշրջանի 6 համայնքներում առավել զարգացած սպորտաձևերից մեկը Սիտորիու կոչվող կարատե մարզաձևն է։ Այս ոլորտում մեր մարզիկների ունեցած հաջողությունները պատասխանատուների հավաստմամբ անցնող տարիների ընթացքում նկատելի են եղել։ Շատ մեծ մրցումների ենք մասնակցել եւ ունեցել ենք մեծ արդյունքներ։ 2003 թվականին մեր աշակերտուհին Ալինա Ռուբինյանը մասնակցելով Տոկիոյում աշխարհի 5-րդ առաջնությանը նվաճեց 2-րդ տեղ։ Անցած տարի Հայաստանում անցկացվում էր աշխարհի 14-րդ Կուբոտայի գավաթի առաջնությունը։ Մեր թիմը մասնակցեց եւ մենք ունեցանք աշխարհի 3-րդ մրցանակակիր։ Աշխարհի տարբեր առաջնություններում այս մարզաձևերից եղել են նաև փոքր տարիքի մասնակիցներ։ Անցած տարի օրինակ աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև 7-ամյա Վահագն Գրիգորյանը։ Վերջնական արդյունքում թեև պարտվել է, սակայն ինչպես ինքն է ասում, կրկին մասնակցելու ձգտում ու ցանկություն ունի։ Ես տարի պետք է գնամ, որ խաղտանուկները։ Մարալիկում այսօր զարգացող սպորտաձևերից է համարվում նաև շախմատը։ Մշակույթի տան խաղասրահում հատկացված խաղասենյակում արդեն իսկ մարզվելու հնարավորություն ունեն ավելի քան 60 աշակերտներ։ Հաջողությունները նոր է պետք է լինի, որ մասնակցեն երեխաները մրցաշարերի։ Հաջողով գալիս են, շատ լավ երեխաներ կան, կազմակերպում են մրցաշարեր տեղում, հուշամրցաշարեր, երեխաները մասնակցում են, բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս։ Աշխատում ենք, որ երեխաները կամաց-կամաց հանրապետական մրցաշարերի մասնակցելով ձեռք բերեն բավարար արդյունքներ եւ հաջողություններ։ Մարզական միջոցառման ընթացքում մրցելույթներով հանդես եկան նաև սեղանի թենիսով, բասկետբոլով եւ մինիֆուտբոլով զբաղվող մարզիկները։ Ինչպես նշեց Մարալիկի քաղաքապետի տեղակալ Մանվել Նազարյանը, հատկապես ֆուտբոլի ոլորտում վերջին տարիների ընթացքում իրենք եւս ունեցել են հաջողություններ։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս մասնակիցներից լավագույնները պատասխանատուների հավաստմամբ պարգևատրվելու էին մրցանակներով ու պատվոգրերով։ Քանզի հենց այս հանգամանքն է, որ յուրաքանչյուրին ուժ է տալիս ամեն տարի լավագույն կերպով նախապատրաստվել մարզական միջոցառման ու հասնել լավագույն արդյունքների։ Անահիտ Նադարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։